Բարի օր սիրելիներս, առավոտ շուտ է, այսօր ամսի 6-ն է, իշխանում աշխատանքի, մի հատ առավոտյան ունեմ հաճախորդ և երեկոյան պետք է աշխատեմ, գալու եմ տուն, ձեր համար բաղադրատոմս եմ մտածել նկարեմ պաքային և նաև թխեմ տորթի շերտերը, ամսի 8-ին, մարտի 8-ին իմ ծնունդն է, և որոշեցի ես տորթ թխեմ, քանի որ ուզում եմ մի ձև փորձեմ, պատրաստեմ, տեսնեմ լավ կլինի թե չէ և երևի կնկարեմ, վլոգի մեջ իհարկե կնկարեմ, առանձին բաղադրատոմս չեմ նկարի, բայց պահքային բաղադրատոմսը առանձին կլինի, հույս ունենամ այսօր երեկոյան կգցեմ, այդպես հիմա գնամ գործի, հետո գամ կնկարեմ, ցույց կտամ ինչ եմ անելու։ Աշխատանքի վայրում եմ արդեն, հիմա արագ գործիքներս տեղավորեմ կրաֆտ պակետների մեջ, մկրատ և 3 հատ ֆրիզա։ Փակում եմ և գնում եմ սուխաժար։ Այս ամբողջ անեմ։ Երեկոյան ես ու ամուսինս խոհանոցը խելքի բերեցինք, պաստառները ամբողջովին արդեն կպցրեցինք, վերջացրեցինք, մնացել է ընդամենը խոհանոցում ջահը փոխենք, լյուստրան փոխենք և խոհանոցը լիովին պատրաստ է, էլ ոչ մի գործ չունենք խոհանոցում։ Վերջապես վերջացրեցինք, իսկ հիմա ջահն էլ կկախեմ, նոր ամբողջ տեսքը ցույց կտամ ձեզ և եթե ինչ-որ մեկիդ ինչ-որ մի բան հետաքրքրի, համարյա ամբողջը պատվիրել ենք Wildberries և Yandex Market հարթակներից, եթե ինչ-որ մեկիդ ինչ-որ մի բան պետք կլինի հետաքրքրի, սիլկան կամ արտիկուլը կարող եմ թողնել։ Դա այսպես, ինչպես ասացի, այսօր տորթի շերտերը պետք է պատրաստեմ, քանի որ նշելու ենք ծնունդս ռեստորանում, սկզբից ճիշտ է որոշել էի տորթ պատվիրելի, բայց հետո քանի որ երկար ժամանակ ուզում եմ փորձել այդ դիզայնը, Մարինայի ծնունդի տորթը եթե տեսել եք, ինքը նույնպես վաֆելնի թղթերից էր, ուղղակի այսպես ուղիղ տեսքով, այս ինչ որ ես եմ ուզում փորձեմ իմ տորթի համար, մի փոքր այլ է և ուզում եմ ձևավորել զեֆիրնի ծաղիկներով, չգիտեմ առաջին անգամ եմ փորձելու, ճիշտ է վաֆելնի բումագայով արդեն աշխատել եմ Մարինայի ծնունդի տորթի վրա, բայց միևնույն է, չգիտեմ ոնց կստացվի, հատկապես այդ զեֆիրների պահը, որ պետք է ծաղիկներ զեֆիրներից ստանամ, չգիտեմ ոնց կլինի, բայց դե փորձել, քանի որ ուզում եմ փորձել, դրա համար որոշեցի ես ինքս պատրաստեմ, այլ չպատվիրեմ տորթ, քանի որ մերոնք հիմնականում սիրում են, որ տան թխած է լինում և չուզեցի, որպեսզի գնենք և այսօր դրանով կզբաղվենք, երեկոյան մաքրությունս արել եմ, որոշ չունեմ անելու և այսօր կզբաղվենք բաղադրատոմսով տորթ կթխեմ և բաղադրատոմս կնկարեմ ու ձեզ կներկայացնեմ, որը շատ հեշտ է պատրաստվում և շատ համեղ կլինի ինձ թվում է, բաղադրիչներն այդպես են ցույց տալիս, բայց դեք փորձենք տեսնենք, լավ կլինի կներկայացնեմ ձեզ, վատը կլինի չեմ ներկայացնի, ինչպես որ միշտ։ Մեր տանը Մարինան պահք է պահում և շատ հարմար կլինի իրան, քանի որ մենք առանձին ենք եփում, ինքը առանձին է եփում, իր համար առանձին ենք պատրաստում, այսպես դնեմ և սեղանից մաքրեմ։ Եվ այդ բաղադրատոմսը շատ հաջողված կլինի, ինքն էլ կօգտվի։ Ձեզ էլ կներկայացնեմ։ Ավելի հետաքրքիր է գրեք տեսնեմ պահք պահում, թե ոչ։ Ես ընդհանրապես չեմ պահել ոչ մի անգամ,
չգիտեմ, դա պետք է ինձ թվում է, այս տարի ուզում էի պահել Մարինայի հետ, բայց դե ինձ թվում է դա պետք է այդպես գա այդ պահը, դու վստահ լինես, որ դա կարող ես, պետք է, դրա համար ես չպահեցի, համետ հիմա մի փոքր, այսպես ասած, սնվում եմ առողջ սննդով, իմ համար ավելի դժվար կլիներ սպիտակուցային այդ մասը հավաքել, դրա համար փոշմանեցի և չպահեցի, միգուցե դա բան է, այսպես իմ համար ագավոր կա, որ չեմ պահել, փորձում եմ արդարանամ ինքս ինձ ինչի չեմ պահել, բայց դե ամենայն դեպս ինձ թվում է պետք է այդ ամբողջը գա, որ կարողանաս դու պահես, հետևես այդ ամբողջին, չգիտեմ։ Բայց Մարիշկաս հետևում եմ, արդեն 18-րդ օրն է երևի, ճիշտն ասած չեմ հիշում, չգիտեմ տոչնի հաշվարկը, բայց գիտեմ, որ ամսի 16, փետրվարի 16-ից է սկսվել պահքը և պետք է հաշվել, երևի 10 քանի օր անցել, չէ ինչ 10, մի խոսքով պետք է հաշվել քանի օր անցել։ Ու այդպես հիմա կաշխատեմ, կգնամ տուն և կզբաղվեմ վերջապես բաղադրատոմսերով, չեք պատկերացնի, ես բաղադրատոմսը երևի արդեն 2 շաբաթ է ուզում եմ պատրաստեմ ու այդպես էլ չի հաջողվում պատրաստեմ, որովհետև ժամանակ չեմ ունենում, մինչև գնում եմ տուն, մինչև այս կոմենկոմ օրը վերջանում է, մտնում է և այդպես էլ չի հաջողվում պատրաստեմ, այսօր այդ օրն է պետք է պատրաստեմ, քանի որ եթե այսօր էլ չպատրաստեմ, էլ հաստատ հետո չեմ էլ պատրաստեմ, դրա համար սպասեք, ինձ թվում է երևի այդ բաղադրատոմսը ավելի շուտ դուրս կգա, քան այս վլոգը, այս վլոգը միգուցե և թողեմ և իմ ծնունդյան արարողությունն էլ սրա հետ գցեմ, բայց դե տեսնեմ ինչ կնկարեմ, ինչքան կնկարեմ, որպեսզի գլուխները չտանեմ, երկար այդպիսի վիդեոներ չստեղծեմ, հաճախորդս եկավ։ Լավ, հիմա անջատեմ, հետո կմիանամ։ Այսպիսի գեղեցիկ նվեր եմ ստացել այսօր, հաճախորդուհիս էր բերել, գեղեցիկ կակաչներ, տյուլպաններ, ինքան գեղեցիկ են իրանք, սիրում։ Եվ այսպիսի օճառ և լոգանքի բոմբոճկաներ։ Սա ծնունդիս համար է բերել, քանի որ հաջորդը արդեն ապրիլին պետք է լինի մեր զապիսը։ Բերել էր այսօր, որպեսզի առանձնվեր չթողնի, ինքը ամեն տարի այսպես անպայման մի փոքրիկ, բայց շատ հաճելի քայլ անում եմ։ Շատ հաճելի է ուղղակի։ Եվս մեկ նվեր։ Ոյ, դեռ ես էլ չեմ տեսել ինչ է։ Սա երևի պիչենյա է պրիսկազանիներով։ Սա մասլիլյանակցի և կրեմ փոքրիկ։ Սրանք շատ պետքական իրեր են պայուսակի համար, իմ պայուսակների մեջ բոլորի մեջ կա համ կրեմ, համ մասլա, բայց որ շատ պետքական էր այս նվերները։ Սա էլ կթողնենք Մարինային, թող ինքը բացի։ Այդպես աշխատանքային օրս վերջացավ, հիմա և գնամ տուն։ Այստեղ Մարինան իր աշակերտի հետ պարապում է, այսպիսի մի փոքրիկ հայտարարություն անեմ, Մարինան պարապում է 4-ից մինչև 7-րդ դասարան մաթեմատիկա, օնլայն տարբերակով, հիմա իր մոտ դաս է, ինքն է սովորացնում աշակերտներին, օգնում է դասապատրաստման, այնպես որ եթե ինչ-որ մեկիդ հետաքրքիր կլինի, Ռուսաստանի համար ասա։
գրեք, անպայման կկիսվեմ կոնտակտներով եւ կպարապեք, քանի որ ինքը շատ լավ է պարապում եւ աշակերտները շատ գոհ են։ Հիմա այսպես մի փոքրիկ դասից նկարեցի, համ էլ ասացի ձեզ տեղեկացնեմ, միգուցե ինչ-որ մեկիդ հետաքրքիր լինի։ Ну, я тебе скину пробный вариант, и потом уже ты настоящий прорешаешь. На самом уроке. Прям. Прям вот так. Вот. Так что можешь начать уже готовиться, вспоминать тот материал, который мы с тобой проходили. Также... Ինչեր եմ պատվիրել ուրեմն Wildberries-ից, նոր ենք տուն եկել, նաև խանութ էի մտել։ Հիմա հերթականությամբ ցույց տամ, պայուսակ դնեմ մի կողմ։ Դեռ այս կողմը մնացել է։ Սա ամուսինս այսօր տունն է։ Կվերջացնենք։ Հետո սա խանութից ինչ ենք գնել։ Սրա մասին հետո կասեմ։ Սովորական ձեռնոցներ տանը գործանելու համար։ Սա նույնպես ձեռնոցներ աշխատանքի համար одноразовый սովորական սև ձեռնոցներ չեմ կարողանում բացել։ Այսպիսի սովորական ձեռնոցներ։ Մի խոսքով սա աշխատանքի համար է պետք։ Այսպիսի ինքը սամակլեյշի մոլդինգ է, ինչի համար եմ պատվիրել, այս ծաղիկների այս կողքերը կպցնելու համար։ Կկպցնեմ, անպայման ցույց կտամ։ Հետո այստեղ էլ ինչ ունենք։ Սրանք սպորտային շալվարներ, ֆուտբոլկա, մուսլոց։ Սրանք ինձ թվում է կարիք չկա ցույց տալ, բայց իրանք շատ որակով են, եթե ինչ-որ մեկիդ հետաքրքիր կլինի։ Արտիկուլը կարող եմ թողնել սպորտային տղամարդու շալվարներ են եւ ֆուտբոլկա։ Հետո այստեղ իրանք պակետներն են։ Այստեղ անպայման սրանից գնում եմ մազերի համար, մազաթափության համար, ինքը շատ լավ է օգնում, ուպակովկան 2 հատ է, այսպես ավելի ձեռնտու է 2 հատ որ գնում ես։ Անընդհատ օգտագործում եմ իրան եւ ընդհանրապես մազաթափությունը քիչ կանգնացնում է։ Հետո ոնց են ասում լամպոչկաներ հայերեն, չգիտեմ, լամպոչկաներ, հիմա կասեմ ինչի համար սրանից, սա կլեյ է, սոսինձ է, պատալ, ոսկեգույն թղթիկների համար է, սա այդ ոսկեգույն թղթիկներն է, սա դիզայնի համար է, ձեռքի աշխատանքների համար է, այսպիսի փոքր կտորներ են, իրենց սոսնձում ես և կոչվում է պատալ։ Հետո սա նույնպես սրա մասին հետո կխոսամ, ցույց կտամ էլի, և ապելսինի պալոչկի աշխատանքի համար։ Այստեղ բան չմնաց, սրանք ցույց տվեցի և թեյնիկ, այս գույն արծաթագույն, այն իմ թեյնիկը փոխելու եմ, ինքը շատ արդեն երկար տարի է, երևի 7 տարի է, որ աշխատում է, մինչև հիմա էլ դեռ աշխատում է, բայց դեռ արդեն փոխելու ժամանակն է, որովհետև պոչը արդեն հալվել է, և որոշեցի ընտրեմ սերի թեյնիկ, հիմա կբացեմ, ցույց կտամ նորից, և այստեղ ամենակարևոր պատվերը, նոր ջահ եմ պատվիրել, այսպիսի սպիտակ ու ոսկեգույն, ոնց որ այստեղի կահույքն է, այս ջահի փոխարեն, չնայած այս ջահը նույնպես նոր է, ամառն ենք փոխել, բայց սա կգնա մեր սենյակը ու սրա տեղը նոր ջահ կկախենք և այս իրա ոնց են ասում, ռոզետկա են ասում ռուսերեն, հայերեն տարբերակը չգիտեմ, որ կպնում է առաստաղին։ Եվ դա, հիմա սուրճս պատրաստամ, այստեղ նաև պատվիրել էի այսպիսի պատարագաղդանակի համար ոնց կլինի, չգիտեմ,
Մի խոսքով չեմ կարում հիշեմ անունը։ Մի խոսքով հասկացաք։ Ուպակովկայի մեջ 2 հատ էր, ու ասեմ շատ մատչելի, 2 հատը գնել եմ համարյա 370 թե 350 ռուբլի։ Վայլբերիցից եմ պատվիրել։ Եվ հիմա մնացել է այս մեկը դասավորեմ։ Այս 2 դարակների համար մեկը արդեն դրել եմ։ Այստեղ մնացել է երկրորդը այնտեղ դնեմ։ Սովորական խանութի առևտուրա։ Ինչ ենք վերցրել։ Ձուկ, հաց և կարտոֆիլ։ Ու այսքանը։ Հա, այնտեղ էլի խանութից կոլա մի հատ։ Վոլոր 2 հատ այսպիսի պրոտեինով ըմպելի և մի հատ էլ մարսիմը սուրճ կխմենք, ու այս ամբողջը հավաքեմ։ Ամենագլխավոր նվերը, ճիշտ է մի փոքր շուտ է հասել ծնունդիցս, բայց միևնույն է, ես շատ ուրախ եմ, նոր մատից տեսակ այսպիսի մատանի։ Շատ գեղեցիկ է, վաղուց էի ուզում այս քառակուսի մատանիներից։ Հիմա էլ ականջողերն եմ ուզում։ Ինքը շատ գեղեցիկ, փայլում է, քարերը բրիլյանտից են։ Մատանին բավականաչափ մեծ է, ծանր է։ Եվ մատի վրա էլ շատ գեղեցիկ նստում է։ Լյուստրան հավաքեցինք, ճիշտ է, այսպես չի երևում դեռ, բայց հիմա կկախենք և կախած վիճակում ցույց կտամ, շատ գեղեցիկ է ստացվել։ Ճիշտ է, խոսք էի տվել, որ տորտս միասին պետք է պատրաստենք, բայց այդքան ժամանակ չունեի նկարելու, ես պատրաստեցի, այսպես ձևավորել եմ։ Այս 2 հատը մեծ վարդեր են, հետո ցույց կտամ, որ հիմա չհանեմ էլ։ Ես միգուցե փորձեմ, չի երևա, չեմ կարող հանել մի ձեռքով։ Ամբողջ տեսքը հետո նկարով կդնեմ։ Սա էլ տորտիկս։